1977 թվական օգոստոսի 8 Խորհրդային Հայաստանի պետական բանկի աշխատակիցները բացում են բանկի երկրորդ հարկում գտնվող գումարի պահոցը և հայտնաբերում ամենաանսպասելին։ Գումարի պահոցը ամբողջությամբ դատարկ էր, գումարները չկային, իսկ պահոցի առաստաղին էլ առկա էր բացված կլոր անցք։ Միանգամից պարզ էր դառնում, որ կողոպտվել է Խորհրդային Հայաստանի հիմնական բանկը։ Կողոպտված գումարի չափը կազմում էր ավելի քան 1,5 միլիոն ռուբլի, որը որ համարժեք էր այդ ժամանակվա 2 միլիոն ԱՄՆ դոլարին։ Քանի որ սա աննախադեպ թիվ էր Խորհրդային Միության պատմության մեջ, դեպքի մասին միանգամից զեկուցվում է Մոսկվա, իսկ գործի քննությունն էլ իր անձնական վերահսկողության տակ է առնում Լեոնիդ Բրեժնևը։ Կողոպուտի ամբողջ պատմությունը սկսվում է 1977 թվականի գարնանը։ Երկու հորեղբորորդիներ Ֆելիքս Ղալաչյանը և Նիկոլայ Ղալաչյանը իրենց ծանոթ Զավեն Բաղդասարյանի հետ սեղանի շուրջ նստած ժամանակ որոշում են կողոպտել պետական բանկը։ Զավեն Բաղդասարյանը պետական բանկի հաշվիչ հանձնաժողովի անդամ էր ու բազմիցս հաշվիչ հանձնաժողովի կազմում եղել էր պետական բանկի երկրորդ հարկի գումարի պահոցում։ Գիտեր, թե ինչպիսին էր պահոցը և ինչպես էր իրականացվում պահոցի հսկողությունը։ Ու հենց իր խորհուրդներով էլ Զավեն Բաղդասարյանը օգնում է Ղալաչյան եղբայրներին պետական բանկի կողոպուտը իրականացնելու գործում, որի դիմաց էլ պահանջում է կողոպուտից 40,000 ռուբլի։ Ղալաչյան եղբայրները ունեին կողոպուտի իրենց յուրօրինակ ձևը։ Կողոպտվող շինության պատի վրա անցք էին բացում և մտնելով անցքից ներս իրականացնում էին կողոպուտը։ Կողոպուտի գործողության նախապատրաստումը տևում է շուրջ 5 ամիս։ Կողոպուտի օրվանից ընդամենը մի քանի օր առաջ Ղալաչյան եղբայրները ավտովթարի են ենթարկվում։ Ֆելիքսը ստանում է թեթև վնասվածքներ, իսկ Նիկոլայի վնասվածքներն ավելի լուրջ էին և վերջինս հայտնվում է հիվանդանոցում։ Չնայած ստեղծված իրավիճակին, գործողության ղեկավարը Նիկոլայ Ղալաչյանը որոշում է այնուամենայնիվ իրականացնել կողոպուտը։ Նիկոլայը ֆիզիկապես ի վիճակի չէր մասնակցել կողոպուտին, հետևաբար Ֆելիքսը պետք է միայնակ վերցներ կենտրոնական բանկը։ Եվ վերջապես 1977 թվականի օգոստոսի 5-ին, երբ օրը ուրբաթ էր և առջևում ոչ աշխատանքային օրեր էին ամբողջ Խորհրդային Միությունում, Ֆելիքսը սկսում է իրականացնել իրենց կազմած կողոպուտի գործողության պլանը։ Խորհրդային Հայաստանի պետական բանկի երկրորդ հարկի գումարի պահոցը իրեն հարակից բնակելի շենքերից մեկի հետ ուներ ընդհանուր պատ։ Գործողության պլանը հետևյալն էր. Ֆելիքսը իրենց ոճի մեջ պետք է անցք բացեր պետական բանկի երկրորդ հարկի գումարի պահոցի և նրան հարակից բնակելի շենքի ընդհանուր պատի մեջ, անցքից մտներ ներս և իրականացներ կողոպուտը։ Բայց սկսելով փորել պատը հասկանում է, որ այն շատ հաստ է և անցք բացելը գրեթե անհնար կլինի, ինչից հետո Ֆելիքսը բարձրանում է բնակելի շենքի տանիք, և տանիքից Ֆելիքսը նկատում է, որ պետական բանկի երրորդ հարկի պատուհաններից մեկը բաց է, ու Ֆելիքսը միանգամից գծում է գործողության նոր պլան։ Վտանգելով իր կյանքը, Ֆելիքսը բնակելի շենքի տանիքից ցատկում է դեպի պետական բանկի երրորդ հարկի բաց պատուհանը ու մտնելով ներս հայտնվում է երկրորդ հարկի գումարի պահոցի անմիջապես վերևում, երրորդ հարկում, այսինքն երկրորդ հարկի գումարի պահոցը հենց նրա ոտքերի տակ էր գտնվում, ինչից հետո Ֆելիքսը արդեն սկսում է փորել երրորդ հարկի հատակը, և որոշ ժամանակ անց Ֆելիքսին հաջողվում է հատակին շատ փոքր անցք բացել։ Ու հաջորդ քայլը, որը որ անում է Ֆելիքսը, թերևս այս կողոպուտի մեջ ամենահանճարեղ քայլն է։ Ֆելիքսը իր մոտ ուներ մանկական փոքր անձրևանոց, որը մտցնելով բացված փոքր անցքից ներս բացում է այն, հետո անձրևանոցը կապում է հատակի բետոնի մեջ գտնվող ձողերից մեկից։ Սա Ֆելիքսին օգնելու էր անցքը մեծացնելու գործում, այսինքն բետոնի կտորները անցքը մեծացնելիս չէին թափվելու հատակին աղմուկ առաջացնելով, այլ անձայն ընկնելու էին անձրևանոցի մեջ։ Վերջապես Ֆելիքսին հաջողվում է բացել ընդամենը 34 սանտիմետր տրամագծով անցք, որից էլ որ ներս մտնելով սկսում է պարանով իջնել դեպի երկրորդ հարկի գումարի պահոցը։ Ու վերջապես Ֆելիքսը հայտնվում է պետական բանկի երկրորդ հարկի գումարի պահոցում։ Պահոցի առանձնահատկությունը այն էր, որ ի տարբերություն մյուս պահոցների, գումարները անմիջապես դրված էին դարակների վրա։ Ֆելիքսը կողոպտելով գումարի պահոցը առանց շտապելու սկսում է դուրս գալ պահոցից, օգտագործելով նույն պարանը, որով որ իջել էր ներքև, և բացված անցքը։ Պահոցից դուրս գալը հեշտ գործ չէր, և այստեղ Ֆելիքսին օգնության է հասնում իր մարմնամարզիկ լինելու հանգամանքը, ինչի շնորհիվ էլ Ֆելիքսը կարողանում է ավելի քան 30 կիլոգրամ գումարը դուրս
հանել պահոցից։ Դուրս գալով պահոցից եւ հաջողությամբ ավարտելով Հայաստանի պատմության խոշորագույն կողոպուտը, Ֆելիքսը նույն ճանապարհով լքում է հանցանքի վայրը։ Կողոպուտը հաջողությամբ իրականացնելուց հետո Ղալաչյան եղբայրներին ընդամենը մի բան էր մնում անել՝ լվանալ գումարը։ Եղբայրները լքում են Երևանի եւ տեղափոխվում Մոսկվա։ Կողոպտված գումարի մեծ մասը կազմում էին նոր արտադրված խորհրդային 100-անոց ռուբլիները։ Այս հանգամանքը ավելի էր հեշտացնում եղբայրների հայտնաբերումը, քանի որ խորհրդային իշխանությունները ներքին հրահանգ էին իջեցրել բոլոր խնայ դրամարկղերին, որպեսզի ուշադրություն դարձնեն բոլոր այն անձանց, ովքեր որ կփորձեն նոր արտադրված 100-անոց ռուբլիներ փոխել։ Մոսկվայում Նիկոլայ Ղալաչյանը ծանոթանում է Լյուդմիլա Աքսյոնովա անունով կնոջ հետ, որի եղբայրը տաքսիստ Վլադիմիր Կուզնեցովը համաձայնվում է օգնել եղբայրներին լվանալ գումարը, ինչի դիմաց պահանջում է կողոպտված գումարի 3%-ը։ 1970-ական թվականներին Խորհրդային Միության խնայ դրամարկղերում վաճառվում էին օբլիգացիաներ։ Վլադիմիրը պետք է բոլոր նոր արտադրված 100-անոց ռուբլիները մաս փոխարիներ օբլիգացիաներով։ Կողոպուտի վերջին ու ամենակարևոր փուլը փողերի լվացումը որոշում են իրականացնել Մոսկվայից հեռու Տաշկենտում։ Ու հենց այստեղ էլ Վլադիմիրը սկսում է մաս 100-անոց ռուբլիները փոխանակել օբլիգացիաներով։ Բայց մի օր Վլադիմիրը որոշում է միանգամից խոշոր չափի 100-անոց ռուբլիներ փոխանակել, ինչից հետո խնայ դրամարկղի աշխատակցուհու մոտ կասկածանքներ են առաջանում։ Վլադիմիրը նկատելով աշխատակցուհու մոտ առաջացած կասկածանքները միանգամից փախուստի է դիմում, բայց աշխատակցուհուն հաջողվում է նկատել Վլադիմիրի վարած մեքենան, որը որ կանաչ Ժիգուլի էր։ Աշխատակցուհին դիմում է ոստիկանություն եւ ոստիկանությունը շատ արագ հայտնաբերում է Վլադիմիր Կուզնեցովին։ Կուզնեցովի հայտնաբերումից ժամ էր անց 1978 թվականի հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը հայտնաբերվում եւ ձերբակալվում են նաեւ Ղալաչյան եղբայրները։ 1979 թվականին խորհրդային դատարանը Ղալաչյան եղբայրներին դատապարտում է գնդակահարության, իսկ Զավեն Բաղդասարյանը դատապարտվում է 11 տարվա ազատազրկման, բայց Ղալաչյան եղբայրների դատավճիռը շատ դաժան համարելով Հայաստանից խնդրագիր են ուղարկում Խորհրդային Միության Գերագույն խորհրդին, խնդրելով փոխարինել գնդակահարությունը ցմահ ազատազրկմամբ։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը խնդրագիրը բավարարում է, բայց խնդրագրի բավարարման նամակը Երևան է հասնում Ղալաչյան եղբայրների գնդակահարությունից 24 ժամ անց։